Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնի Թաֆյանն եմ, կարևորի մասին նախ համառոտ։ Իրավապահները Իզմիրլյան բժշկական կենտրոնում են, խոզարկում են Արմեն Չարչյանի աշխատասենյակը, ինչ է կատարվում բժշկական կենտրոնում։ Մարտի 1-ի գործի թղթապանակում նոր անուններ են ավելանում, հերթը նախկին ոստիկանապետինն է։ Ազգային ժողովն ամփոփում է քառօրյա նստաշրջանը, խորհրդարանն ընդունել է կառավարության առաջարկած նախագծերը։ Եկամուտը մնում է նույնը, աղքատությունն ավելանում է, անհավասարությունը մեծանում, որն է պատճառը։ Նախորդ տարի 3% գնաճ է տեղի ունեցել։ Խուզարկությունների ալիքը հասել է Իզմիրլյան բժշկական կենտրոն։ Իրավապահները վաղ առավոտից խուզարկում են պրոֆեսոր Արմեն Չարչյանի, փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի եւ Իզմիրլյան բժշկական կենտրոնի գլխավոր հաշվապահի եւ ֆինանսական բաժնի տնօրենի աշխատասենյակները։ Խուզարկությունն իրականացնում է քննչական կոմիտեն։ Կոմիտեն հայտարարել էր, որ քննչական գործողությունները քրեական վարույթի նախաքննության շրջանակում են։ Իդեպ 3 Արմեն Չարչյանը գրառում էր արել եւ իր աջակցությունը հայտնել վեհափառին։ Մեր նկարահանող խումբը բժշկական կենտրոնում է։ Միանանք տեսնենք, թե ինչ է կատարվում այնտեղ։ Սեդա, ողջույն, դու եթերում ես, խնդրում եմ ամփոփ ներկայացրու, թե մինչև այս պահը ինչ է հայտնի, ինչ գործողություններ են ընթանում հիվանդանոցում։ Գառնի ողջույն, այս պահին քննչական գործողությունները շարունակվում են Իզմիրլյան բժշկական կենտրոնում, խոզարկություն է ընթանում ոչ միայն Արմեն Չարչյանի տնօրենի աշխատասենյակում, այլ նաև ֆինանսական եւ բուժական գծով փոխտնօրենների ու հաշվապահի աշխատասենյակում։ Էրիկ Ալեքսանյանը փաստաբանը այս պահին նրանց աշխատասենյակներում է, կարճ լրագրողների հետ կարողացավ զրուցել, որի ընթացքում տեղեկացրեց, որ քրեական վարույթը, որը նախաձեռնվել է քննչական կոմիտեի կողմից, վերաբերվում է խոշոր չափերով հարկերից խուսափելու եւ փողերի լվացման հետ։ Նշեմ, որ Արմեն Չարչյանն այսօր ուներ պլանային վիրահատություններ, որոնք կկատարեն ուրիշ մասնագետներ, հաշվի առնելով, որ վերջինս գտնվում է իր աշխատասենյակում եւ քննիչները շարունակում են դեռ իրենց գործողությունները։ Իդեպ քննչական կոմիտեն արդեն հասցրել է այստեղից ինչ որ ծանրոցով հեռանալ, անհայտ է թե ինչ էր ծանրոցի մեջ։ Այս պահին այսքանն է, մենք հետևում ենք իրադարձություններին, ավելի իմանալու դեպքում անպայման կտեղեկացնեմ։ Գառնի։ Շնորհակալ եմ Սեդա, Իզմիրլյան բժշկական կենտրոնից ուղիղ միացմանը կարող եք հետևել YouTube-ի մեր ալիքում։ Իսկ մարտի 1-ի գործի թղթապանակը կրկին բացվել է ու անուններ են ավելանում։ Մեղադրանքներ են ներկայացրել Վալերի Օսիպյանին եւ Ռոբերտ Մելքոնյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն լրատվամիջոցներին հայտնել է, որ մեղադրանքները հարուցել են ոստիկանության տարբեր ստորաբաժանումների իրականացրած բռնության եւ հատուկ միջոցների գործադրման ազատության հրապարակի ցուցարարներին ցրելու գործողությունները կազմակերպելու համար։ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբանն ահազանգ է հնչեցնում։ Ղուկասյանը ֆիզիկապես թուլացած է, բողոքում է մշտական ցավերից եւ ընդհանուր թուլությունից։ Զարուհի Փոստանջյանի խոսքով Գյումրիի քաղաքապետն ակնհայտորեն այնպիսի վիճակում չէ, որ կարողանար պատշաճ պատրաստվել իր պաշտպանությանը։ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստան են եկել ցամաքային սահմանազատված հատվածով։ Հայաստանում փետրվարի 13-ից 14-ը խաղաղության կամուրջ նախաձեռնության շրջանակում տեղի կունենա երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։ Բացի խաղաղության կամուրջ նախաձեռնության հիմնական մասնակիցներից, այս կլոր սեղանին կներգրավվեն երկու կողմերից նաեւ այլ մասնակիցներ։ Հայաստանի եւ Ադրբեջանի խմբերում տարբեր ոլորտի մարդիկ են ներգրավված՝ տնտեսություն, մշակույթ ու լրատվամիջոցներ։
Հայաստանի դիմումի հիման վրա Ռուսաստանը բանակցություններ է սկսում երկաթուղու երկու հատվածի վերականգնման ուղղությամբ, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ու հավելել, որ դրանք կապահովեն կապը Ադրբեջանի եւ Թուրքիայի երկաթուղիների հետ։ Նա նշել է, որ վերականգնման ենթակա երկաթուղային հատվածների ընդհանուր երկարությունը մոտավորապես 1.6 եւ 12.4 կիլոմետր է։ Այս նախագծի իրականացման տեխնիկական, ֆինանսական եւ այլ եղանակները կորոշեն բանակցությունների ընթացքում։ Ռուս պաշտոնյայի խոսքով դա Ռուսաստանի Դաշնությանը կապահովի մուտք դեպի Միջերկրական ծովի, Պարսից ծոցի եւ Հնդկական օվկիանոսի նավահանգիստներ։ Իսկ ազգային ժողովում ամփոփում են քարորիա նստաշրջանը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնին անհատույց սեփականության իրավունքով հող այլևս չի տրվի։ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ հաստատել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի փոփոխությունների նախագիծը։ Նախագծին կողմ է քվեարկել 58 դեմ 24 եւ ձեռնպահ 3 падգամավոր։ Իսկ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը խորհրդարանը չի ընդունել։ Ի դեպ, երեկ այս հարցը դարձել էր բուռն քննարկման առիթ։ Խորհրդարանում վիճակը լարված էր, մթնոլորտը թեժ։ Ազգային ժողովի ամբիոնից քաղաքական լեզվակռվի մեջ էին դաշնակցականներն ու հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանը։ Հայաստան խմբակցություն նորակարգ էր բերել Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու հարցը։ Ընդդիմությունը պնդում է, որ խնդիրը ոչ թե պաշտոնյայի կարծիքն է, այլ նրա վարքագիծը եւ քաղաքական չեզոքության խախտումը։ Իշխանությունն էլ հակադարձում է, թե խոսքը պատմական պատասխանատվության եւ քաղաքական գնահատականների մասին է։ Հոիդայի անցյալը եւ հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի ներկան ազգային ժողովի ամբիոնից ռեպորտաժում։ Լեզվակռիվ, ռետորական հարցեր, պատմական հիշատակումներ։ Երկրի օրենսդիր մարմնի ամբիոնում հիշեցին դաշնակցության անցյալը ՔՊ-ի ներկան ու տեղի ունեցավ պատմական մեղքերի ամենաթեժ բախումը։ Ազգային ժողովում քննարկվում էր ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման նախագիծը Հայաստան խմբակցության առաջարկով։ Թեժ հակադրություններ տեղի ունեցան թե ընդդիմադիր, թե իշխող խմբակցությունների միջև։ Առերևույթ կարող է թվալ, թե Հակոբ Մովսեսն ու Տիգրան Հակոբյանը իրենց պաշտոնի իրավական եւ սոցիալական բարձր պատասխանատվությունն ու վարքականոնի բարձր նշաձողը արհամարում են, բայց ես այդպես չեմ գնահատում, ոչ։ Նրանք պարզապես կանաչ լույս ունեն այդպիսին լինելու համար, ինչը հիմնավորվում է նաև ՔՊ պատգամավորների 3 եւ այսօր հնչած օրենքի հետ 0 առնչություն ունեցող եւ սահմանադրությունը ոտնատակ անող պահվածքով։ Լիլիթ Գալստյանը նկատեց, ՀՌՀ անդամները երթվել են հավատարիմ լինել սահմանադրությանը եւ հենց դրա համար են վարձատրվում։ Անցնելով քաղաքական զսպվածության բոլոր սահմանները, ՀՌՀ նախագահը իշխանահաճո քաղաքական գնահատականներ եւ քննադատություններ հնչեցնում ընդդիմության, հայաստանյաց առաքելական եկեղեցու, ազգային ինստիտուտների նկատմամբ։ Տիգրան Հակոբյանը, ով ի պաշտոն է քաղաքական չեզոքության եւ բազմակարծության երաշխավորը պիտի լիներ, փաստորեն վերածվել էր քաղաքական մեկնաբանի եւ իշխանական նարատիվների քարոզչագործիկը, այսինքն պրիմիտիվ պրոպագանդիստի։ Դաշնակցական Գեղամ Մանուկյանն էլ նկատեց, որ քննարկումն իրականում դաշնակցության հետ կապ չունի։ Այն հեռուստառադիո հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի վարքի մասին է, ոչ թե մի հարցազրույցի, որում Հակոբ Հակոբյանը դաշնակցությանն է վատաբանել։ Մանուկյանի դիտարկմամբ Հակոբ Հակոբյանով չի սկսվել դաշնակցության ատողների շարքը, Հակոբ Հակոբյանով էլ չի ավարտվելու։ Պարոն Հակոբյանը երկրորդ մեջ իր խոսքում մի բառ շատ հաճախ օգտագործեց։ Դա ադապտացիան է։ Այսինքն բոլոր իրավիճակներում հարմարվելը։ Հիմա կոչանում դաշնակցություն հարմարվի այս վիճակին, հա, հարմարվենք գլուխներս կախ, ասենք ինչ արարածար, ինչ բան, ինչ հայրենիք, էսա ու վերջ, սահմանափակվենք։ Ուրախացար Արման Եղոյան, մի ուրախացի։ Ես քեզ հիշում եմ 20 թվականին Երկիր մեդիա հեռուստաընկերության այն մարտաշունչ վիճակը ու այսօրվա վիճակը։ Մանուկյանից հետո խոսափողը հասավ ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին։ Նրա խոսքով դաշնակցության իշխանության օրոք Հայաստանը կորցրել է իր անկախությունը։ Խնդիրն այն է, որ դուք սկսել եք մահկամ ազատությունից, ավարտել եք 004 շրջաբերականով։ Խնդիրն այն է, որ մի կուսակցություն, որը ասում են, որի անվանումը նույնական է եղել անկախականության հետ, հասել է մի կետի, երբ որ 1988 թվականին, երբ որ շարժում էր
անկախական շարժում էր ծնվում եւ մոլեգնում բարի լավ իմաստով Հայաստանում, ձեր կուսակցությունը դեմ է արտահայտվել անկախության հասկանում եք մահ կամ ազատություն գոռացող կուսակցությունը, որպես պաշտոնական իր լոզունգ ունեցող կուսակցությունը դեմ է արտահայտվել անկախությանը, մինչև ընդհուպ 91 թիվ։ Ընդդիմադիր Արթուր Խաչատրյանն էլ դիմելով ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանին ասաց, որ նրա մոտ խորքային երկություն է առաջացել։ Դուք պետք է կարողանաք տարանջատեք Հակոբ Մովսես մտավորական եւ Հակոբ Հակոբյան սահմանադրակ ինքնավար մարմնի անդամ, որը ունի որոշակի գործառույթներ։ Ձեր գնահատականը հակասում է, ասկան ձեր ոչ թե գնահատականի էությունը, այլ գնահատական տալը հակասում է մարմնի անդամ լինելու իրավունքների եւ պարտականությունների հետ։ Ի վերջո խոսափողը հասավ մեղադրյալի կարգավիճակում հայտնված ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանին, որն էլ հայտարարեց, որ իրավունք ունի մտավորականի դիրքերից վերլուծել քաղաքական իրադարձությունները իր լիազորությունները դադարեցնելու հարցի քննարկման ընթացքում։ Ինչ վերաբերում է ձեր կուսակցության հանդեպ իմ վերաբերմունքին, ես երեք ասացի, հայ ժողովուրդը 60 տարի գրկաբաց սպասել է դաշնակցությանը։ Ես չեմ կարծում, թե դաշնակցությունը եկավ եւ մտավ իր պատմական առաքելության թևի տակ, որին հայ ժողովուրդը սպասում էր։ Թե ում թևի տակ մտավ, ինչ գաղափարախոսության, ինչ քաղաքական իրավիճակների դուք ինքներդ որոշեք։ Իսկ ինչ վերաբերում է եկեղեցու մասին հնչեցրած արտահայտություններին, Հակոբյանը ընդգծել է, պետությունը նույնպես եկեղեցի է ու եթե պետություն չի կառուցում, նշանակում է, որ ինքը պատմության մեջ որևէ հոգևոր առաքելություն չի իրականացնում։ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է նաև տեսալսողական մեդիայի մասին օրենքում նախատեսված փոփոխությունները, ըստ որի առաջարկում են, որ օրենքի կարգավորումները գործեն ոչ միայն հանրային մուլտիպլեքսի 26 հեռուստաալիքների համար, այլև կաբելային հեռուստաալիքների համար։ Արգելել օտարերկրյա հաղորդումներում Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածելը, հնարավորություն տալ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին սանկցիաներ կիրառել ցանցային օպերատորների նկատմամբ, եթե արձանագրվեն վերոնշյալ դրույթի առերևույթ խախտումներ։ Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն էլ բարձրացնում է սոցիալական կարևոր խնդիր։ Հայաստանում ապրանքների գներն աճում են անընդհատ եւ կյանքը օր-օրի դժվարանում է, կարծում է Առաքելյանը։ Նրա խոսքով սննդամթերքից կոմունալ վճարներ յուրաքանչյուր թանկացում ուղիղ հարված է ընտանիքների բյուջեին։ Երբ գինը թանկանում է, իսկ եկամուտները մնում նույնը, աղքատությունն ավելանում է, անհավասարությունը մեծանում։ Երբ հիմա օրինակ ասում ենք նախորդ տարի 3% գնաճ է տեղի ունեցել, բոլորիս համար պարզ է, որ այն ապրանքները, որ մենք ամեն անգամ գնում ենք, ամեն օր խանութից գնում ենք, դրանք ամենևին 3%-ով չեն բարձրացել, ասենք մի քանի անգամ ավել եւ նույնիսկ պաշտոնական տվյալներով միայն սննդամթերքի գնաճը կազմել է 5%, նախորդ տարի 10%-ից ավել էր։ Միացյալ Նահանգները մերձավոր արևելք է տեղափոխում Մադուրոյի ձերբակալման մասնակցած ավիակիրը։ Դրանք կմիանան Աբրահամ Լինկոլն ավիակրի հարվածային խմբին Պարսից ծոցում։ Ըստ հրապարակման նավերն այդ հատվածում կմնան առնվազն մինչև ապրիլի վերջ կամ մայիսի սկիզբ։ ԱՄՆ պետքարտուղարն էլ հայտարարել է, որ մտադիր է Հունգարիա եւ Սլովակիա իշխանությունների հետ քննարկել նրանց կողմից ռուսական էներգառեսուրսների ներմուծման դադարեցումը։ Ըստ Մարկո Ռուբիոյի առաջին հերթին դրանք երկրներ են, որոնք շատ ուժեղ աջակցում են Միացյալ Նահանգներին, ակտիվ գործակցում են Միացյալ Նահանգների հետ, սերտորեն աշխատում են Միացյալ Նահանգների հետ։ Միջազգային լուրերը ռեպորտաժում։ Միացյալ Նահանգները կարող է համաձայնության գալ Իրանի հետ առաջիկա 1 ամսվա ընթացքում, հայտարարել է Դոնալդ Թրամփը։ Միևնույն ժամանակ Միացյալ Նահանգներն աշխարհի ամենամեծ Ջերալդ Ֆորդ ավիակիրը Կարիբյան ծովից տեղափոխել է Մերձավոր Արևելք։ Ով է Թուրքիայի նախագահի հնարավոր իրավահաջորդը, այս հարցը հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում։ Երկար տարիներ նախագահող Էրդողանի իրավահաջորդության թեման երկար ժամանակ տաբու է եղել Թուրքիայում, սակայն կարծես ի հայտ է գալիս նրա իրավահաջորդի հավանական թեկնածուն, գրում է Bloomberg-ը,
նշելով, որ այդ տեխնացուն նախագահի կրտսեր որդին է՝ Բիլալ Էրդողանը, որին Թուրքիայի նախագահն ավելի հաճախ է իր հետ տանում արտասահմանյան ուղևորությունների։ Անցյալ տարի կանխվել է Սիրիայի նախագահի եւ նախարարների սպանության 5 փորձ, հայտնում է ՄԱԿ-ը Իսլամական պետություն խմբավորման վերաբերյալ զեկույցում։ Հաղորդագրության համաձայն Ահմեդ Ալ-Շարաան Սարայա Անսար Ալ-Սուննահ խմբավորման կողմից թիրախավորվել է 2 անգամ Հալեպի հյուսիսում եւ Դարայի հարավում։ Դրանք կանխվել են հարևան երկրից ստացված հետախուզական տվյալների շնորհիվ։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն ասել է, թե որքան է կազմում իր աշխատավարձը։ Ազգային արժույթի իրանական ռիալի արժեզրկումից հետո իմ ամսական աշխատավարձը որպես նախագահ կազմում է մոտ $1000, ասել է նա։ Շվեյցարիայում ամռանը քվեարկության կդրվի օրինագիծ, ըստ որի երկրի բնակչությունը չպետք է գերազանցի 10 միլիոնը։ Օրինագիծն առաջարկել է ծայրահեղ աջակողմյան Շվեյցարիայի ժողովրդական կուսակցությունը։ Նախաձեռնությունը կպարտավորեցնի իշխանություններին քայլեր ձեռնարկել, եթե երկրի մշտական բնակչությունը, որն այժմ կազմում է 9.1 միլիոն, գերազանցի 9.5 միլիոնը, մերժելով նորեկների մուտքը երկիր։ Աստղային տարբեր համակարգեր ուսումնասիրելիս մարդկությունը հնարավոր է հանդիպի այլ մոլորակայինների եւ միլիոնավոր տարիներ գոյատևած քաղաքակրթությունների, այսպիսի հայտարարություն է արել ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։ Ես իսկապես ուզում եմ լուսնի վրա տեսնել էլեկտրամագնիսական փոխանցիչ, որն արհեստական բանականությամբ աշխատող արբանյակներ կուղարկի խորտի եզեր։ Դրանք կթռչեն շատ արագ։ Ես չեմ կարող պատկերացնել ավելի էպիկական բան, քան էլեկտրամագնիսական փոխանցիչը լուսնի վրա կամ ինքնաբավ քաղաք լուսնի վրա, ապա կանցնենք լուսնից Մարս, կշրջենք մեր արեգակնային համակարգով եւ ի վերջո կհայտնվենք աստղերի մեջ։ Գուցե հանդիպենք այլ մոլորակայինների, գրել է Մասկը։ Հաջորդ կանգառը Անդրաշխար Շանհայում ճանապարհի երթևեկերի հատվածում հսկայական փոս է գոյացել։ Լրատվամիջոցները հաղորդում են, որ դա կարող է պայմանավորված լինել մոտակայքում ընթացող մետրոյի կառուցման աշխատանքներով։ Եվ վերջում, երբ անտառի բնակիչներն արվեստ են ստեղծում։ Ռուսաստանի Ամուրի մարզում արջի քոթոտները պատճենել են առավոտը Սոճիների անտառում հայտնի կտավը։ Իվան Շիշկինի եւ Կոստանտին Սավիցկիի հեղինակած կտավը մարդկանց առավել հայտնի է Ծուրթաթ արջը անունով, պատկերված համանուն կոնֆետի վրա։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերը եթերում կլինի ժամը 15-ին, կհանդիպենք։